Բարև ձեզ հարգելի ժողովուրդ, հարգելի ընկերներ, այսօր Կիրակի է եւ ես իմ ընտանիքի հետ իմ հանգիստը անցկացրեցի ընկերոջս հրավերով իր քաղաքից դուրս իր ձեռքով պատրաստված տարածքում պուճուրիկ մի հատ հանգստի գոտիում, որը այս 2 տարի է կառուցում է իբր թե ոչ թե իբր թե այլ իրականում, բայց իբր թե վարձով տալու, օրավարձով տալու համար, բայց ընկերս կառուցում է այս տարածքը, հիմա ես ձեզ ցույց կտամ մանրամասն, կառուցում է ու ամեն անգամ մտածում է, որ դա պետքա կատարելագործի, ել ավելի կատարելագործի ու ըտենցել այս տարածքը վարձով չի տալիս։ Ես այսօր ինձ հրավիրել էր, ուղղակի ասեց, եթե Ազատ ես կարաս գաս ընտանիքիդ հետ հանգստանաս, ես որոշեցի ինքնաբուխ, ինքս ինձնով, ինքնագլուխ, որոշել եմ ուրեմն գովազդանեմ այս տարածքը, որ ինքը էլ ճար չունենա ու արդեն սկսի սա օրավարձով տալ։ Էլ ճար չունի։ Հիմա կարող է նեղանա ինձանից, Կարեն ջան, կարող է նեղանաս ինձանից, կարող է ասես Հայկ ջան, քո ինչ գործնակիդ հետ խոթում ես իմ գործերի մեջ եւ այլն, բայց ես պիտի ցույց տամ։ Ու հիմա ինչ որ ցույց կտամ, դա իմ ընկեր Կարենը իր ձեռքով, 90%-ը իր ձեռքով է։ Իր եւ իր շինարարական բրիգադի հետ է դա արել։ Կարենին, չգիտեմ, շատ գործեր ձեզ երևի թե ծանոթ է, հիմա հատ չեմ թվի, առանձին մի օր դրա մասին կխոսամ, երբ որ իր համաձայնությունը կունենամ։ Հիմա ուրեմն մտնում ենք իր պուճուրիկ տարածք, որ գտնվում է ջրվեժում, ահա, եւ այսպես ուրեմն, ահա այս Կարենը իմ ընկեր կառուցել է ինքն իր բրիգադով, իր ձեռքերով ու Հայաստանում երևի թե ամենաշատ այս գերաններով գործն արել, բայց հիմա դրա մասին չի խոսքը։ Հիմա այս պուճուրիկ անկյունի մասին է խոսքը, խնդրեմ, որտեղ պետքա մտնենք եւ տենանք, որտեղից սկսենք։ Եկեք ստեղից սկսենք։ Ուրեմն մտնում ենք այս սրահն է, հիմնական ու պաշտոնապես աթոռներով այսպես լեն ու բոլ 12-14 հոգու ուրեմն նստելու տեղ, խնդրեմ, այս սրահն է, այս սրահի այն մյուս կողմը 2, 4, 6, 8 աթոռ էլ էստեղ, այս առանձին էլի հանգստի սեղանաթոռներով, այստեղ կամինն է, որը չգիտեմ գործարկել են թե չէ, կամինն է, խնդրեմ։ Ահա մի այսպիսի տարածք։ Այստեղ զուգարանն է, այստեղ դուրս է գալիս տեխնիկական կողմ, սա խոհանոցային հատվածն է։ Խնդրեմ, չգիտեմ ինչքանով է սիրուն երևում, խոհանոցային հատվածը, բառը, սառնարանը, այստեղ սպասքն է, գազը, օջախը, ահա։ Այստեղ մաղալը, ավանդական, չգիտեմ ինչքանով ասոր, այստեղից դուրս են գալիս ենք արդեն ջրային գոտի, որտեղ ինչ է, որտեղ լողավազանի են գլուխը սև, որ տեսնում եք դա մեծ էկրանով հեռուստացույց է, այստեղ ջակուզի, լողավազանինքից հենային տախտակները տեսնում եք, հլը կատարելագործում է, թե սրա ինչն է կատարելագործում, ես չգիտեմ, փակ լողավազան, այսինքն սա տարին 12 ամիս աշխատում է, այս թերմոայլումինով այս ամբողջ պատը բացվում է, այսինքն այս ամառային եղանակներին մենք արդեն դուրս ենք գալիս, էսի ամբողջությամբ բացվում է, այստեղ էլի բազմոց, բասկաթոռներ, այնտեղ աթոռներ, ցույց տամ։ Ու մի կարևոր բան, Կարենը շատ է սիրում բույսեր, ահա, այստեղ էլի բասկաթոռներ, Կարենը շատ է սիրում բույսեր, ծաղիկներ, դրա համար ամեն անկյունում կտեսնեք բույսեր ու ծաղիկներ, ամեն անկյունում, ուր գնաք բույսեր և ծաղիկներ են։ Մի խոսքով այս ջակուզին միացրած,
Այստեղ հանդերձարանն է, էլի պահարան, եթե մի խոսքով սամովարով չայի հավեսում եք, էսի սենց, սա հանդերձարանն է։ Հանդերձարանն է իր դարակներով, խնդրեմ սրբիչը պատրաստի դրած, կախիչներով, 1, 2, 3, 4, 5 դարակ է, հայելին, ֆենը, այնտեղ երաշտություն միացնելու համար, մի խոսքով սա, այստեղ էստես սլայս դուրը, որով փակվում է հանդերձարանը, հանդերձարանից դուրս են գալիս ու ջակուզի, լողավազան կամ գնում ենք սաունա։ Ես ինքը սաունայի սիրահար չեմ, մտնում ենք սաունա, ահա։ Այս սաունան ես քանի տարի արդեն սարքել է, բայց հլը կատարելագործում է այս տարածքը։ Թե ինչն է կատարելագործում, ես չգիտեմ։ Խնդրեմ, էսի սաունան, այս սաունան, որտեղից որ վառվում տաքանում է, այստեղ մի տուալետ, ահա, սաունայից հետո, սա, ահա, այստեղ սառը ջուրն է, ուրեմն սաունայից հետո կամ դեպի ջակուզի, կամ դեպի լողավազան, կամ սաունայի ձևը ստեղ հիմա չփորձեմ, էսի քաշում ես, այստեղ սենց հեղեղի պես ջուրը թափվում է վրա, հեղեղի պես, մի այլ կարգի, ահա, ես էլ տեսանք, հարգելիներս, մի հատ սենց այս կողմից նայեք, ինչ գեղեցկություն, այս լրիվ իրա ձեռով արե, պատկերացնում եք, ահա, նորից վերադառնում ենք մեր հանգստի, ավելի ճիշտ, այսպես հիմնական սրահը, որտեղ ասեցի մինիմում 20 հոգի առոք փառոք, այն որ նկարների մեջ սենց, այն որ սենց նկարների մեջ լենուբոլ սենց փռված նկարվում են, այդ լենուբոլ փռված նկարվելու պես, այստեղ մի 20 հոգի կտեղավորվեն։ Ու էլի նայեք բույսերն ու ծաղիկները, աչ ու ձախ բույսեր ու ծաղիկներ։ Կարենի ուշքը գնում է կանաչեղենի համար, բուսականության համար, ծաղիկների համար շատ է սիրում։ Հետ էլ երևի իր ընտանեկան դաստիարակությունից հələ նայեք։ Ու ինչն էր հարցը։ Ամեն անգամ ասում էինք Կարեն ջան, որ հաց է ուտում մարդը, ուզում է պարկի քնի։ Լողավազանում լողանալուց հետո էլի մարդը քունը տանում, ասում ենք մի բան արա, մենք որ այստեղ շատ ենք հյուր ընկալել ընկերներով, բայց ինքը շարունակում է կատարելագործել, որ ասենք որպես բիզնես սա ծառայեցնի։ Ուրեմն այստեղ առանձին մի սենյակ կա, ահա, լրացուցիչ, այդ արդեն հանգստի սենյակն է։ Սարքվե, ահա, որտեղ մտնում ենք, էլի էս սպուճուր սեղան, այս արդեն հանգստի սենյակ ու հլաստեղ նայեք երեխաների համար, ենթադրում եմ երեխաների համար, երկու յառուսով երկհարգանի մահճակալները, երկհարկանի մահճակալներով, այնտեղ էլի հեռուստացույց, այսինքն այդ որ ուտելուց հետո մարդը քունը տանում է, այն ամենակնկոտները կարան ստեղ քուններն առնեն, հանգստանան, եթե երեխաներ կան, երեխաներին ընդեղ կարող են հանգստացնել, այս կողմից որ նայում ենք սրահին, ահա այսպիսի պատկեր է լինում։ Դրսից չի երևում ներսը, բայց ներսից դուրսը երևում է։ Եվ ինչ էի ուզում ասել, մի հեռուստացույց ընդեղ, մի հեռուստացույց ստեղ, կամիդը այս մյուս գլխում եւ մի մեծ հեռուստացույց էլ լողավազանում։ Մի հատ էլ դուրս գամ ամենակարևոր նորությունը, որ ես դա չէի տեսել, սրա մասին շատ ենք խոսացել, սա էլ են ճապոնական ջակուզիներն է, դրսում, ահա, հիմա ցույց տամ, երևում է, էսի ճապոնական ջակուզին է, փագած է հիմա վրան, հերվից ցույց տամ կտեսնեք, սա որ ինչի մասին է, սա էլ բերել է ասենց եղևնիների մեջ, տույաների մեջ դրել է, այս էլ ստեղից ուրեմն վառվում է կրակը, ջուրը տաքանում է, ծխնելուզով ծուխը գնում է դեպի ուր որ գնում է, մի քանի հոգով, սա բավականին մեծ է, մի քանի հոգով, սա էլ դրսի ջակուզի, այդ ճապոնական ջակուզիներին ոնց են ասում, չգիտեմ, մի խոսքով, այս էլ սենց, այն որ ասում է, էլ չգիտեմ, այսքանից ավելի ինչ է պետք լինի, որ այդ մարդը հլը կատարելագործում է, հլը
զարգացնում է, հələ ինչ որ մի շտրիխ է ավելացնում, համոզված եմ, որ իրան հարցնեմ, կասի ես դսից այստեղ պետք է լույսեր լինեն, այն մի լույսն է պակաս, չգիտեմ, այն մի եսիմ ինչ է, պրովոդը մի քիչ ծուռ է, այն ապակի մի անկյունը եսիմ ինչ է, որ իրան հարցնեմ, ինչ ասես կասի։ Բայց ես այս գովազդով ոչ գին գիտեմ, ժողովուրդ, ոչ հեռախոսը համար կարամ տրամադրեմ, բայց խոստանում եմ, որ իմ ուրեմն այս մեկնաբանություններում, այս ուղիղ եթերից, թե հեռախոսը համար կդնեմ, թե ժամկետ կասեմ, երբանից կարաք պատվիրեք, եւ թե գինը կգրեմ, այնպես չեն գրելու, որ ձեզ պատասխանել են անձնական նամակով, 1000 ներողություն, Մանասյան Հայկի էջում այտենց քամակ խաղացնել չի կարա լինի, ձեզ կպատասխանենք անձնական նամակով։ Միանգամից գինը կգրեմ ոնց ինչ։ Շնորհակալ եմ ինձ հետևելու համար, շնորհակալ եմ ուշադրություն դարձնելու համար։ Դուրսը այդքան էլ բարեկարգ չի, դուրս այսինքն փողոցը որտեղ, բայց սա ջրվեժում է հիմնական ճանապարհից մի 30 մետր, 50 մետր հեռավորության վրա։ Ну, թերևս այսքանը։ Ավելի մանրամասն կարծում եմ այս տեղին մասին ես դեռ կանդրադառնամ, ավելի սիրուն արդեն լույսերը միացրած եւ այլն։ Շնորհակալություն, ցտեսություն, միշտ նոր հանդիպում, հարգելիներս։